Բայց կնկսեմ, եթե կարողություն եք հագել, միգուցե ունեք լիդերի հատկանիշներ, որովհետև հոգեբանական տեստավորման ընթացքում կարմիր գույնին հենց հատկապես այդ հատկություններն են։ Հարցս հետևյալն է, ինչ անեն կանայք եւ ինչի միայն կանայք, նաեւ ուսանողները, որոնք դրա պահին շատ մեծ արգելափակումներ ունեն աշխատանքային շիկավոտներու հարցում։ Ուսանողները նրանով, որ անմիջապես ավարտելուց հետո չեն կարողանում ընդունվել, քանի որ պահանջում աշխատանքային փորձ, իսկ 35-ից 45 տարեկան այդ տարիքանի սահմանների կողմ կանայք գրեթե սահմանափակված են։ Այսինքն սահմանադրության մեջ ընդգծված աշխատանքի իրավունքը իրանց այս պարագայում խախտվում է։ Քանի որ բոլոր հայտարարություններում, չգիտես ինչու, նշվում է այդ տարիքային սահմանափակումը 30-ից բարձր չլի մեր, 35-ից բարձր չլի մեր։ Անգամ հնարավորություն չտալով տվյալ անձին դիտարկվել եւ փորձել հասկանալ։ Տվյալ անձը պատրաստ է նոր ծրագիր ստորագրելու, ունի պոտենցիալ, ցանկանա աշխատել, թե ոչ։ Երիտասարդ կադրերը մեծ չափից շատ անհրաժեշտ են, որտեղ մենք չինովնիկների աշխարհում լիքը փոփոխելու բան ենք։ Չինովնիկները իրենցից ներկայացնում են հասարակության համար վտանգ, եթե իրենք էֆեկտիվ չեն։ Հենց որտեղ փոփոխություն շատ են կանում։ Ճիշտ ասած, ես առաջի անգամ եմ լսում, որ 35-ից 45 տարեկան կանանց մենք ունենք սահմանափակումներ։ Այսինքն ոնց օրենք ենք այդպիսի հանել, թե գործատուն չի ուզում վերցնել։ Նայեք, եկեք այսպես ասենք։ Ես իրականում կողմնակից եմ, որ գործատուին, ինչպես առաջի դեպքում, մենք մաքսիմալ իրավունք տանք ինքը իր թիմը հավաքի, որպեսզի սահմանափակումներ չլինի։ Բայց եթե գործատուն մարդու իրավունքների եւ այլ նորմերի խախտում է անում, ապա մենք որպես պետություն, նախ պետական սեկտորում նման բան չկա, գուցե մասնավոր սեկտորում է, մենք մասնավոր սեկտորին իր ցանկությունների կամ սահմանափակումների մեջ պետք է զսպենք, ասենք, գիտես ինչ, դու օրենք ես խախտում, մենք քեզ այդ իրավունքը չենք տալի, պայմանական եմ ասում։